Թվականին Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր էր, հիմա օլիգարխ։ Տեսեք, երբ որ խոշոր կապիտալ ունեցող մարդը այն կետում, որտեղ որ ցանկանում է ձեռք բերել քաղաքական իշխանություն եւ այդ քաղաքական իշխանությունը ծառայեցնել իր անձնական նպատակների համար, ինքը դառնում է օլիգարխ։ Իսկ մենք մեր պետական համակարգ, կառավարման համակարգը եւ մեր ժողովուրդը իմ կարծիքով չի կարող թույլ տալ որևէ օլիգարխ, լինի դա Կալուգայից եկած, թե Աբովյանից եկած, ինքը հավակնի, տեսեք, ես ասում եմ, ձեր նշած մարդիկ, եթե ուշադիր եք, պատգամավոր չեն, եւ մյուսի մասին որ խոսիկ, չի առաջադրվել, ասում եմ, բացատրույց է մեր ցուցակում չկա հարգելի գործընկերներ։ Տեսեք, ես ասում եմ, մեկ իրավիճակ է, երբ որ որոշ գործարաններ, իմ կարծիքով դա նախ ընդհանրապես ես կարծում եմ, որ քաղաքականությունը քաղաքական գործիչներինն է եւ մեկ իրավիճակը, երբ որ որևէ մեկ գործարարությամբ է զբաղվում, կարող է լինել որևէ ցուցակում, մեկ իրավիճակը, երբ որ ինքը մարդը քաղաքական հայտ է ներկայացնում կոնկրետ քաղաքական նպատակադրումներով եւ ոչ եթե կարելի լիներ ձեր նշած անձնավորությունը կլիներ մեր ցուցակում։ Չկա։ Ես ասեցի ձեր նշած գործարարը գործարար նախկինում գործարարությամբ զբաղվող մարդ քաղաքացիական պայմանագիր կուսակցության 26 թվականի նախընտրական ցուցակում չի լինի։ Սա բավարար չի ձեզ մեր դիրքորոշումը հստակ ձևակերպելու համար։ Ինչ թվում է բավարար է։ Ինչու եք անհանգստանում, որ կարող է ընդդիմությունը միավորվել, թող միավորվել։ Իսկ ով է ասել, որ անհանգստանում ենք։ Այդ մասին խոսում։ Ասում եք թույլ չենք տալու, ամեն օր լայվեր եք անում։ Դուք որոշեցիք, որ մենք անհանգստանում ենք, մի հատ էլ անհանգստանալու հիման վրա հարցեր։ Շատ լավ, որ հետևում եք մեզ, շատ ուրախ եմ, շատ հաճելի է։ Չէ, ո՞նց պատասխանեմ մի հարցի, որի պնդումը արդեն սխալ է։ Սահմանադրական մեծամասնություն, Երեք Ռուբինյանն էլ էր ասում, սահմանադրական մեծամասնություն եք ունենալու։ Եթե ունենալու եք, ինչու եք մտահոգված Գյումրի 2-ով, ունեցեք, թող իրենք որպես ընդդիմություն, այսպես հակասում են սահմանադրական մեծամասնություն եւ Գյումրի 2։ Մեկի լինելը արդեն բացառում է մյուսը։ Պարոն Պապյան, ոստիկանապետերի այս տեղյակ չեմ, իմ ոլորտը չի տեղյակ չեմ։ Այսպես կան քննադատություններ, որ եթե Փաշինյանը օրինակ եկեղեցիներ գնալու է ամբողջ այս պաշտոնյաներին իր հետ չտանի, ավելի շատ այսպես հանցագործությունների կանխումով զբաղվեն եւ պատճառն այն է, որ կարծես թե այս լավ եկել է Նեկա բանը չկա այդպիսի բան։ Ձեզ համար բարձ է այդ 3 պաշտոնյաների այսպես աշխատանքից ինձ համար պարզ չի, որովհետև ես չեմ հետաքրքրվել։ Այսինքն դա ոստիկանապետի տեղակալի պաշտոնից ազատման հարցը, դա մի հարց է, որը ենթադրում են ոստիկանապետ, ներքին գործերի նախարար եւ երկրի վարչապետ միասին որոշում են։ Եթե ազատվել են այդ մարդիկ, ենթադրաբար երկրի բարձրագույն ղեկավարությունը, այս պարագայում վարչապետ, ներքին գործերի նախարար, ոստիկանապետ, ինչ որ բանից դժգոհություն են ունեցել եւ դա նորմալ է։ Ինչու ոչ, որովհետեւ եթե անկեղծ չեմ հետաքրքրվել, լիքը գործ ունեմ, ես իմ ոլորտի գործերով եմ զբաղված, իհարկե հասկանալի է, որ նաեւ քաղաքական իշխող կառավարող քաղաքական ուժի վարչության նախագահի տեղակալն եմ, բայց այդ հարցում չեմ հետաքրքրվել, որովհետեւ իմ ասում եմ սպանությունները, որոնք այդքան հաճախ են երկրում տեղի Եվ սա արդյոք իշխանության բաց թողումը չէ, իրավապահ համակարգ։ Հանգստացներ, ենթադրում եմ ձեր ասած փոփոխությունները տեղի չունեն։ Ինչ որ մի բան մեզ անհանգստացել է, չէ՞ որ կադրային փոփոխություններ եղել, որպեսզի նոր աչքով նայեն, ինչ որ միգուցե ինչ որ բաց կա, այդ բացերը լրանա, այսքանը սիրելի գործընկերներ։ ՔՊ ընտրությունների հետ կապված ասում են, որ այսպես ներկուսակցական խժդժություններ կան, որ ներսում այսպես լոբինգ է եղել, անգամ այստեղ պատգամավորներ ավելի ցածր
հորիզոնականներում են հայտնվել եւ այլն, այս 50-ի մեջ չեն եղել։ Այդպիսի խոսակցություններ կա։ Ես այդպիսի խոսակցություններ չեմ լսել, բայց կարող է մի գործընկեր, մեկը կամ մի քանիսը, ինչու ոչ, հիմա իր ակնկալածից պակաս ձայն ստանալ եւ հասկանալի պատճառներով կամ ոչ հասկանալի միգուցե որոշակի դժգոհություն լինի կամ մի ընկերել, ասենք, իր ակնկալածից ավել ստանա եւ դրական իմաստով անակնկալի գա։ Ընտրական փաստորեն կազմակերպություններում դերակատար եք, կապը շատ է, դա աշխատել է ձեր այսպես բարձր քվեարկության ակտիվների վրա։ Տեսեք, նորից չեմ ճիշտ չի որպեսզի ես նման բաներ մեկնաբանեմ։ Ես փաստը նա է, որ մենք կանոններ ենք մշակել, քարոզարշավ չենք արել եւ այլն, այսինքն մեր պատվիրակները եկել են ընտրել են։ Ես դա ճիշտ չի, ես մեկնաբանեմ, թե ինչի են իմ ձայները ավել կամ պակաս եղել։ 38 ԿՊ կուսակցության անձ Փաշինյանին չի ընտրել, դա վավեր քվեաթերթիկներով կան նաեւ անվավերները։ Սա ինչի մասին է խոսում, որ դժգոհություն կա որոշների մոտ, որովհետեւ մեծ թիվ է 38-ը, քիչ չէ։ Հարգելի գործընկերներ, դա նրա մասին է, որ Հայաստանում կառավարող քաղաքական ուժում բացարձակ ժողովրդավարություն է, բացարձակ ժողովրդավարություն։ Երբ որ դուք հունիսի 7-ին ձեր համար մի մասը կարող է ցանկալի, մի մասը ոչ ցանկալի արդյունքների տեսնեք, մի զարմացեք, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում երևույթներ են տեղի ունենում, որոնք որ Հայաստանում չեն եղել։ Դուք օրինակ, դուք հիմա զարմանում եք նման բաներից, բայց պետք չի զարմանալ, որովհետև հենց քաղաքացիական պայմանագրի կենսունակությունը հենց դրա մեջ է, որ մեր կուսակցականը կարա չհամաձայնվի նիստի ընթացքում երկրի ղեկավարի հետ ինչ-որ հարցում։ Եվ դա լսում ենք, չէ, քննարկում ունենանք, վարչապետը իր մոտեցումը կարող է նաև քննարկման արդյունքում փոխել, հենց դա է ժողովրդավարությունը։ Դուք հիմա զարմանում եք այդպես նման բանից, բայց այդպես ու դա հենց մեր ուժեղ կողմերից մեկն է եւ մենք հաստատ դրանից չենք պատրաստում հրաժարվել։ ԿՊ հիմնադիր է, ասում ես այդպես էլ չհասկացա, թե ինչու ինձ, այսպես ասած, ցուցակ չմցրեցին։ Սա ժողովրդավարության պայմաններ է, որի կուսակցության, եթե դուք ՀՀԿ-ական եք եղել նախկին, ինքը Նիկոլ Փաշինյանի հետ, այսպես ասած, հիմնադիր անդամ եք ԿՊ-ի եւ շատ վերավորված կարծեմ իր խոսքերից դա է երևում։ Ինչ սա էլ է ժողովրդավարություն։ Ամեն ինչն է ժողովրդավարական։ Ամեն ինչ դուք նույնիսկ այդ դա չեք ըմբռնել, որ մեր կուսակցությունը ինչքան հենց այդպիսին է մտքով ազատ, բաց, փոփոխության ենթարկվող, որովհետև այս վերջերս բաներ կա, չէ, ասենք վարչապետի մի հայտարարություն 2014 թվականի վերցնում են ու եկել 26 թվականի իրար կողք են դնում, տեսնում ես մոտեցումը մի փոքր փոխվել է։ Իրականում ողբերգություն կլիներ մեր պետության համար եւ ցանկացած քաղաքական գործի համար։ Եթե ինքը 12 տարվա ընթացքում մնար նույն կարծիքի, որովհետեւ 12 տարվա ընթացքում կյանքում ու աշխարհում այնքան բան ա փոխվել, որովհետեւ մարդը մեկ գիրք ավել կարդա, ինքը մի քիչ ուրիշ կերպ է մտածելու, քան մինչեւ այդ մեկ գիրք կարդալը։ Եվ եթե որևէ մեկը 12 տարի առաջ մտածում է ամեն ինչ այնպես ինչպես հիմա, դա այդքան էլ լավ բան չի խոսում այդ մարդու մասին, որովհետև դա նշանակում է, որ մենք աշխարհի փոփոխություններին չենք ենթարկվում, չենք հարմարվում։ Հարգելի գործընկեր, ես ասում եմ, անգամ մեկ գիրք կարդալուց հետո ես կարող եմ ունենալ ինչ որ հարցի մասին այլ կարծիք, եւ դա նորմալ է։ Հակառակն է ոչ նորմալ։ Պարոն Պապյան, խնդիրը գիտեք, որ ենթադրաբար ինչ-որ դժգոհ պաշտոնյաների ազատում են աշխատանքից, տանում այլ պաշտոնների, դրա դժգոհությունը ինչու է արտահայտվում։ Ես չգիտեմ ինչ ենթադրություն բերեցիք, չհասկացա ինչ ասեցիք։ Հիմա 3 ազատված պաշտոնյաները նշանակվել են Ալփինե Սարգսյանի նախարարներ եւ օգնական։ Նախարարի խորհրդական ու օգնական նշանակում են բացարձակապես նախարարի որոշմամբ։ Հարգելի գործընկերներ։ Եթե ես հիմա նախարարի, ասում եմ, երևույթը այսպես ասում եմ, նախարարը ինքն է որոշում բացարձակապես, թե ով պետք է լինի իր օգնականը եւ խորհրդականը։ Եվ
A կոռեկտ չի, ես մեկնաբան եմ, B կարող եմ ենթադրել, որ իմ գործընկերը համարել է այդ մարդկանց օգնությունը կամ խորհուրդները այս պարագայում իրեն անհրաժեշտ։ Շնորհակալ եմ։